Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Մարիամ Հակոբյանին, բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունեցիք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Բժշկուհի, նախ սկսենք, թե հիմնականում ընտանեկան բժշկի գործառույթը որն է։ Ձեր օրը որտեղից է սկսվում։ Ընտանեկան բժշկի գործառույթը պոլիկլինիկաներում դա 0-ից 18 տարեկան մանկահասակ երեխաների սպասարկումն է եւ 18-ից բարձր մեծահասակներին։ Օրը սկսվում է մշտապես հիվանդների ընդունելությամբ, նախապես հերթագրված։ Ասեմ, որ պոլիկլինիկական ծառայությունների հիմնական ընտանեկան բժշկի գործառույթը դերը կանխարգելիչ սկրինինգային ծրագրերն է հիվանդությունների վաղ հայտնաբերման, ախտորոշման, բուժական գործընթացի կազմակերպման եւ ինչու՞ չէ հետագայում նաեւ հսկողության վերաբերյալ գործառույթները։ Նայում ենք եւ մանկահասակ երեխաներին եւ մեծահասակներին։ Շատ կարեւորում եմ նաեւ ընտանեկան բժշկի գործառույթի մեջ պատվաստումների դերը, քանի որ սրանք համարվում են հատուկ վտանգավոր ինֆեկցիաների դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումներ։ Բայց ինչու՞ չէ, նաեւ նկատում եմ, որ մեր մայրիկներն ու ծնողները, հայրերը, ընտանիքի շատ անդամներ կարիք ունեն ճիշտ իրազեկման, հատկապես առողջապահական հարցերի վերաբերյալ իրենց ընտանեկան բժշկից եւ բուժքույրից։ Կարևորում եմ նաեւ բժշկի եւ բուժքրոջ համատեղ աշխատանքը թիմային, որովհետեւ ժամանակակից էլեկտրոնային աշխարհում, սմարթֆոնային աշխարհում չափազանց դժվար է այդ ամբողջ ծավալով իրականացնել ընտանեկան բժշկի գործառույթը, քանի որ հիմա գիտեք, որ Արմետ համակարգ է ներդրվել, էլեկտրոնային համակարգ, գործառույթը բարտացել է նաև այն նրանով, որ առանց բուժքրոջ մենք չենք կարողանում ճշգրիտ կազմակերպել մեր օրվա ռիթմը։ Ընդունում ենք նախապես հերթագրված հիվանդներին, որոնք կարող են Արմետ համակարգով եւ տանից հերթագրվել, դա ավելի հեշտացնում է մեր աշխատանքը։ Կուտակումներ հերթեր չեն լինում, յուրաքանչյուր հիվանդ այցելում է ընդունված ժամին եւ դա բժշկի համար է շատ կարեւոր եւ հիվանդի համար է շատ կարեւոր։ Ճիշտ ժամանակին կարողանում ենք կազմակերպել լաբորատոր գործիքային, ախտորոշիչ, նեղ մասնագիտական խորհրդատվությունը։ Թիմային աշխատանքը շատ կարեւորում եմ այն առումով, որ մեր նեղ մասնագետների հետ մշտապես մենք համագործակցության մեջ ենք, ինչու՞ չէ շատ բարդ դեպքերում դժվարացած ախտորոշումով հիվանդների ժամանակ միասին քննարկելով դեպքը ի վերջո գալիս ենք եզրակացության հիվանդանոցային բուժում, թե ամբուլատոր պայմաններում բուժում, թե ինչպես վարել կոնկրետ տվյալ հիվանդին։ Ծավալը շատացել է, բայց ես պիտի ասեմ, որ առաջի պոլիկլինիկայի բուժանձնակազմը միշտ աշխատում է նվիրվածությամբ։ Ձեր այս ներածական խոսքում բնականաբար արդեն տեսանելի էր, հա, որ բավականին ծանրաբեռնված ռեժիմով եք աշխատում, բայց կուզենայի, որպեսզի ավելի հանգամանորեն ներկայացնենք, թե հենց այս պահին ինչ գործընթաց է, հա, իրականացվում պոլիկլինիկայում հիմնականում նախազորակոչային եւ զորակոչային տարիքի բուժառուների հետ։ Նախազորակոչային տարիքի բուժառու համարվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր արագան սեռի ներկայացուցիչ, որը 14-ից 15 տարեկան է։ Մենք նախապես հաշվառում ենք մեր կցագրված 14-15 տարեկան երիտասարդներին եւ սա համարվում է նախազորակոչային տարիք։ Գտնվում է պետական հովանավորության տակ, առանձնահատուկ կառավարության հոգատարության հոգացության տակ այն առումով, որ մշտապես մենք ուշադրության կենտրոնում ենք պահում այս երիտասարդներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կողմից հաստատվել է, որ դեռահասություն համարվում է 10-ից 19 տարեկան հասակի երիտասարդները, պատանիները եւ աղջիկները։ Ինչու եմ սա շեշտում, որովհետեւ հենց այս տարիքը համընկնում է դեռահասության տարիքի հետ եւ ունի իր առանձնահատկությունները։ 14 տարեկան յուրաքանչյուր երիտասարդի համար բուժառուի համար նախազորակոչային տարիքի լրացվում է առողջության ազնագիր։ Ինչ է իրենից ներկայացնում։ Ամբուլատոր քարտից մենք անպայման վեր ենք հանում ընտանեկան բժիշկը նախկինում այցերում ախտորոշված հիվանդությունները, խնդիրները, իսկ եթե չկա համարվում է պրակտիկ առողջ եւ ստացած բոլոր պատվաստումները։ Սա հիմքն է հիմնականում 14-ից 15 տարեկան։
Իսկ հետագայում, երբ որ արդեն 16 տարեկան է, մենք հիմա արդեն իրականացնում ենք այդ գործառույթը 16 տարեկաններին, մենք հրավիրում ենք մաս, խումբ, որ կուտակումներ եւ հերթեր չլինեն, նրանց լաբորատոր գործիքային պարտադիր պետության կողմից նշանակված լաբորատոր գործիքային եւ ախտորոշիչ հետազոտությունները։ Սրանց մեջ մտնում են էլեկտրոսրտագրություն, թոքերի ռենտգենգրաֆիա, որովայնի սոնոգրաֆիա, լաբորատոր քննությունից այրամեզի քննություն, կրեատինի գլյուկոզան մցրել, դա շատ լավ բան է, այրան խմբի որոշում, ռեզուս ֆակտորի որոշում, շատ կարևորում ենք դրանք։ Այս բոլորի հետ միասին մենք հետամուտ ենք լինում նրա գանգատներին, թե ինչպիսի խնդիրներով է նախազորակոչային տարիքի պատանին մոտենում մեզ։ Քանի որ դեռահասության տարիքի է, իմ դիտարկումները ես ասեմ, բաժանվում են մի քանի խմբի երիտասարդներ նախազորակոչային տարիքի, որ ընդհանրապես գանգատներ չեն ներկայացնում։ Եվ իրոք գուցե ոչ մի խնդիր չունեն եւ համարվում են պրակտիկ առողջ։ Եվ նախազորակոչիկներ, որոնք որ գանգատներ ունեն, ամաչկոդության պատճառով չեն ներկայացնում։ Բայց դա արդեն խնդիր է։ Այո, եւ նրանց համար շատ դժվար է հոգեբանական բարիերը հաղթահարել, շփման մեջ մտնել բժշկի հետ, ինչ որտեղ կամակորություն եւ համառություն են ի հայտ գալիս եւ դա թաքցնում է process-ը։ Կա նաեւ մի խումբ զինակոչիկներ, շերդը, այդ մենակ իմ մոտ այցելածները չեն տարապես, որոնք շատ առատ գանգատներ են ներկայացնում, որոնց մի մասը հոգեցին խուսափելու միջոց։ Չեմ կարծում, տարիքային է դա ավելի շատ։ Եվ հիմնական գանգատը, որ նախազորակոչային տարիքի երիտասարդի պատանուն բերում է բժշկի մոտ, դա ցավն է, հիմնական։ Գլխացավ, որովայնի ցավ, կրծքավանդակի ցավ, վերջույթների ցավ, աչքերի ցավ, տարբեր տեղակայման, տարբեր բնույթի, չափազանցված թե ոչ չափազանցված, դա արդեն բժշկի խնդիրն է վերլուծել ախտորոշիչ նեղ մասնագիտական խորհրդատվությամբ հասկանալ բուն խնդիրը։ Ախտորոշումը շատ այդ պահին պատասխանատու հարց է, որովհետև մենք ամբողջ ինֆորմացիա տեղեկատվությունը ներառում ենք առողջության ազնագրի մեջ եւ ներկայացնում ենք զինկոմիսարիատ։ Համագործակցությունը զինկոմիսարիատի հետ շատ լավ է եւ շատ ճշգրիտ հիմքերի վրա է տրված այն առումով, որ նախորոք յուրաքանչյուր նախազորակոչային տարիքի երիտասարդի պատանու համար մենք էլեկտրոնային համակարգով ստանում ենք զինկոմիսարիատից փորձաքննության հայտ իրականացնելու եւ այդ հայտ ընդունելուց հետո դրա շրջանակներում նշեցի վերը նշված ախտորոշիչ հետազոտությունները, էլեկտրոկարդիոգրամա, թոքերի ռենտգեն եւ այլն։ Այդ էլեկտրոնային համակարգի գործարկումը բարդացրել թե ավելի է հեշտացրել գործընթացը։ Չի ասի, որ բարդացրել է, դա ավելի շատ պատասխանատվություն եւ ճիշտ հիմքերի վրա է դրել, բայց ծավալն է ժամանակի առումով ոչ թե դժվարացրել, մեծացրել։ Եթե ընթացքում ի հայտ են գալիս նախազորակոչիկի կողմից որոշակի գանգատներ, սրդի կողմից ուղված, ծնկահոդերի ցավերի կողմից ուղված, մենք անպայման կատարում ենք նեղ մասնագիտական խորհրդատվություն։ Օրինակ ասեմ, որ համարյա բոլորը որոշակի մարզաձևով են զբաղված, որոշակի կան, որ շատ նվիրված են եւ չափազանցված ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ են պարապում, եւ այս երիտասարդների մոտ մկանացավեր, հոդացավեր անպայման լինում են։ Գալիս են մենք լրացուցիչ, արդեն հետազոտում ենք, ասենք վերջույթների ռենտգենգրաֆիա անպայման, ուղղորդում ենք օրթոպեդի խորհրդատվության եւ եթե կարիք ունի վերականգնողական բուժման, դեղորայքային բուժման, իրականացնում ենք դա։ Եվ հիմնականում շատ բնորոշ է դեռահասության տարիքին ողնաշարի հիվանդությունները։ Սկոլիոզիկ փոփոխությունները, կիֆոզ փոփոխությունները, հարթաթաթությունը նաև ստորին վերջույթների նյութափոխանակության խանգարման հետևանքով սկոլիոզիկ փոփոխություններ եւ ինչու՞ չէ դիրքային կեցվածքի փոփոխությունները, որ հadoop են այս տարիքին։ Ինչի եմ դա ասում, որովհետեւ դպրոցում շատ կծկված, ծռված ձևով են նստում պարապելու սեղանի մոտ։ Երեկոյան իրենց հեռախոսներով բազմոցին կամ անգողնուն պարգած ծռված դիրքով է եւ այդ դիրքային փոփոխությունները ժամանակի առումով բերում է գանգատների կոնկրետ գալիս է մեջքի ցավով, կրծքամատանկի ցավով եւ ուղղորդել, ախտորոշել բացի պարտադիր լաբորատոր գործիքային հետազոտություններից, ընտանեկան բժշկի հիմնական մոտեցումը դա է պահանջում։
Վերջին ժամանակներում իմ պրակտիկայում ես նկատել եմ մաշկային կանգառներով երիտասարդները հատկապես գալիս են կոյրակներ տարիքային դեռահասություններին հատուկ ակնե հիվանդությամբ մեր երիտասարդները չեն սիրում ձմեռվա ամիսներին ձեռնոցներ կրել։ Երեք կոնկրետ այդպիսի մի դեպք եղավ, երբ որ հարցրի, շատ զարմացավ, ծիծաղեց, թե ոչ ջահել տղեն է ձեռնոց կրում։ Եվ այս իրազերգումը հիվանդությամբ վերաբերյալ փոքրիկ թեկուզ տեղեկատվությունը բուժքրոջ կողմից, բժշկի կողմից, թե ինչ բարդություններ կարող են հանգեցնել ծայրամասերի ցրտահարությունը, ձեռնոցների չկրելը սեզոնային, գալիս են ձեռքերի մաշկի գույնի փոփոխությամբ, մզմզոցով, ցավերով, ճաքերով, խոցոտված։ Այս մաշկաբանական խնդիրներից նաև ալերգիկ ֆակտորներն եմ ուզում, ալերգիկ դերմատիտներով են գալիս։ Շատ հատուկ է այս տարիքին քթախորոջի խեցիների գերաճը ադենոիդներով, քթի միջնապատի թեքվածությամբ, որը երբեմն լինում է մարզաձևի պատճառով սպորտացևից ստացած հարվածներից կամ այդպես է։ Նման դեպքերում ինչ է ցուցվում բուժարուին, այո։ Մոդեցումը, նեղ մասնագիտական խորհրդատվություն, ցուցումով անպայման մենք ուղարկում ենք հատուկ դժվարամատչելի հետազոտությունների։ Ինչու՞ չէ, կա համակարգչային տոմոգրաֆիա կամ MRT հետազոտության ավելի բարձր մակարդակի ստացիոնար բուժման միգուցե եւ եթե ցուցում է նեղ մասնագետը նաեւ պլանային վիրահատության։ Ինչու է սա արվում, որ 16-ից մինչև արդեն զորակոչային տարիքի հասնելը 18 տարեկան հնարավորություն է տրվում վերհանված խնդիրները եւ հիվանդություններ ժամանակ է տրվում բուժելու եւ կարգավորելու։ Ես շատ կարևորում եմ նաեւ 16 տարեկանում պատվաստումների դերը, 4 հիմնական 5 պատվաստումներ կան մինչև 18 տարեկան, քանի որ նախկինում ես երկար տարիներ եմ աշխատել, նախկինում բոլորը միասին հավաքակայանում էր արվում սրանք եւ ճանապարհ էին ընկնում երիտասարդները իրենց զինվորական մասը եւ ճանապարհին այդ ջերմությունը, թուլությունը, պատվաստումները առանձնապես ուժեղ բարձրություններ շատ խորը չեն տալիս, բայց բոլոր դեպքերում ցանկալի երիտասարդը մնա տանը մայրական խնամք ստանա, կարգավորվի, դրա համար մաս ենք մենք անում հիմնականը դա պնևմոկոկ, մենինգակոկ, հեպատիտ A-ն եւ տոլարեմիան է, բայց այն երիտասարդները, որոնք մինչև 16 տարեկան ճրծաղիկով չեն հիվանդացել, միանում է նաև ճրծաղիկը եւ ինչու՞ չէ անպայման սեզոնային գրիպի դեմ վակցինացիան։ Կարևորում եմ սա, որտեվ համայնքային ապրելաձևը խմբային, ի վերջո բերում է վիրուսային ինֆեկցիաների բռնկումների։ Ես այս վերջի ամիսներին նոյեմբերից սկսած ես նկատում եմ, որ ակտիվացրել են վիրուսային գրիպի դեմ պատվաստումները եւ բավական դա էֆեկտիվ եղավ այն առումով, որ այդքան մենք չունեցանք թոկաբորբեր, պարտություններ, բրոնխիտներ, մենք չունեցանք այդպիսի շատ խիստ արդահայտված գրիպի դեպքեր, վերնշինճուղիների ինֆեկցիաները այնպես է, որ հիմնականում խոցելի խմբերին 0-ից 5 տարեկան երեխաներն են շատ դժվարությամբ տանում, 65+ մեծահասակներն են պարտություններով տանում եւ ես այս քիչ պարտությունների տեսնում եմ հիմնականում պատվաստումների էֆեկտը գրիպի վակցինայի դեմ։ Բժշկուհի Հակոբյան, ես ուզում եմ վերադառնալ ձեր այն նշմանը, որ հիմնականում այդ դեռահաս պատանիների մոտ շատ են նաև այդ քթի խեցիների կամ միջնապատի ծրվածության դեպքերը եւ հաճախ արդեն զինծառայության ժամանակ, երբ որ արդեն ծառայողները բողոքում են, որ դժվարաշնչություն է նկատվում, այնտեղ խնդիրներ եւ այլն, այսինքն եւ բնականաբար առաջանում է նաեւ վիրահատության կարիք, երբեմն մերժվում են արդեն բանակում եւ այլն, սա արդյոք պոլիկլինիկաներում խնդիրը չի անտեսվել։ Ասեմ, որ համարյա չեն խուսափում ընտանեկան բժշկի մոտ այցելուց, ոչ պատվաստումների 1-2 դեպք բարձի թող, ոչ էլ հերթական այցին, երբ որ հրավիրում է բուժքույրը, չեն խուսափում, մայրիկների հետ գալիս են, ծնողների հետ։ 15 տարեկանում պարտադիր մենք ունենք այց 2 դիֆտերիա եւ փայտացման դեմ։ Հենց այդ այցի ընթացքում օբյեկտիվ քննություն է իրականացվում։ Քաշ, հասակ, մարմնի զանգվածի ինդեքսը, ճշում է, զարգերակային, սրտի կծկողականություն, սատուրացիան, ուժաչափում, այդ բոլորը մենք այդ կանխարգելիչ այցի ընթացքում մենք կատարում ենք։ Եվ եթե ներկայացվում է գանգատ, կոնկրետ դժվարաշնչություն,
կոնկրետ քթահոսություն անընդհատ, ինչ որտեղ նաև շնչահեղձություն գիշերային, աղմկոտ շնչառություն։ Պոլիկլինիկայի պայմաններում մենք ունենք նաև մասնագետներ, խորհրդատվությունը իրականացվում է։ Բայց եթե 15 տարեկանում չի եղել այդ խնդիրը, հետագայում նոր է բարդացել։ Այո, հետագայում կարող է նորից առանց մեր հրավերի այցելեն կոնկրետ գանգատներով։ 16 տարեկանից մինչև 18 տարեկանը հնարավորություն է տրվում բուժվելու, այդ խնդիրը վերացնելու։ Եթե հնարավոր է, մենք ուղղորդում ենք նաև այլ բուժ հաստատություն հետագա բուժումը շարունակելու։ Կոնկրետ քիթ կողորտ ականջաբանի պրակտիկայում ես ասեմ անպայման նեղ մասնագետի ցուցումով է այս տարիքում կատարվում վիրահատությունը, հատկապես քթի միջնապադի, երբեմն մենք հավաղում ենք նեղ մասնագետի ցուցումին, որ պլանային է նշանակում, սպասում ենք մինչև 18 տարեկանին մոտ, եթե հարմար է գտնում կենտրոնական բժշկական հանձնաժողովը, ներառված մասնագետները, եթե հաստատվում է այս օգտարոշումը ցուցումով դա, ասենք ադենոիդ վեգետացիա 3-րդ աստիճան, որ արդեն հնարավոր չի սպասել, պետք է վիրահատությունը իրականացի պլանային կարգով։ Հիմա ուզում եմ նշել ուղեգրման կարգը, ինչպես է դա արվում։ Մեր նախազորակոճիկներին ուղեգրում է ընտանեկան բժիշկը պետպատվերի սահմաններում էլեկտրոնային համակարգով եւ եթե ամբողջ փաթեթը ախտորոշ լաբորատոր գործիքային անցնում է, ուղարկվում է առողջության անձնագրով արդեն վերհանած ախտորոշումը խնդիրը, նորից կենտրոնական հանձնաժողովի կողմից լրացուցիչ հետազոտություն է գուցեև նշանակվում եւ իրենք ուղարկում են այլ բուժ հաստատություն արդեն հետագա բուժումը շարունակելու։ Արդեն հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո զինկոմիսարիատից մենք ստանում ենք ցուցակ այն երիտասարդների անուններով, ովքեր ունեն խնդիրներ եւ ովքեր պետք է լինեն պլանային բուժման ընթացքում, ամբուլատոր բուժման մեջ, վերականգնողական բուժման մեջ, ինչու՞ չէ նաեւ հետագա խորհրդատվությունը այցերի ձևով իրականացնում է հսկողությունը ընտանեկան բժիշկը մինչև 18 տարեկան հասակը։ Այդ 18 տարեկան հասակում, երբ որ նա արդեն համարվում է զինակոչիկ, այս հետազոտությունների փաթեթը պարդատիչ նորից անցնում է, մենք նորից վերանայում ենք առողջության անձնագիրը գուցե ունի բաց թողած պատվաստումներ, ինչ պատճառներով քաղաքում չի եղել կամ կրթության հետ կապված, այո, չի ցանկացել։ Հազվադեպ ունենք այդպես, որ նրանք կտրուկ հրաժարվում են եւ չեն ցանկանում, հազվադեպ ունենք այդպես։ Ողջունելի է այն առումով, որ երբեմն մանրամասն ծնողները եւ երիտասարդը հարցնում է ինչու դեմ է ուղված, եթե չստանամ ինչ կլինի ինձ հետ։ Այո։ Եվ ես դա ողջունում եմ եւ դրական տեղաշարժ եմ համարում այն առումով, որ հենց բժշկից, պրոֆեսիոնալ բուժաշխատողից, բուժքույրից են ուզում իմանալ եւ ոչ թե հարևաններից, ընկերներից, սոցիալական ինտերնետը ինչու՞ չէ ողողված է շատ ավատեղեկատվությամբ։ Ես նորից եմ կրկնում, որ պաշտոնական լրատվության միջոցները նույնպես ճիշտ տեղեկատվություն պետք է իրականացնեն։ Ես նշեցի, որ 15 տարեկան հասակում ոչ միայն երիտասարդներին, նաև աղջիկներին ենք մենք կանչում կանխարգելիչ այցերի։ Եվ այդ տարիքին 13-ից 15 տարեկան նաև ունեն իրենք մարդու պապիլոմավիրուսի դեմ վակցինա պատվաստումը Gardasil-ի դեմ։ Այս հարցում ավելի շատ հիմնվում են տարբեր սոցկայքերում ողողված աբատեղեկատվական կարծիքներ գերիշխում մայրիկների մոտ։ Այդտեղ էլ նորից պետք է շատ կարևորեն բժշկի եւ բուժքրոջ դերը այն առումով, որ մեր խոսքը պետք է լինի վերջնական եւ հեղինական եւ ինչու՞ չէ մատչելի եւ անպայման ապացուցողական այն առումով, որ վստահի եւ հավատա ավելի շատ բուժաշխատողի խոսքին։ Իսկ կա այդտեղ էլ կա դրական տեղաշարժ, գիտեք ինչի եմ ասում դա, երբ որ իմանում են իրական ճշմարտությունը, ասենք պապիլոմավիրուսը, երբ որ կա եւ ինքը ոչ մի կանգատ, ոչ մի կլինիկական նշանով ի հայտ չի գալիս, 5-ից 10 տարի է պահանջվում, որ ինքը կոնկրետ փոփոխություններ առաջացնի, երբ որ արդեն շատ ուշ է լինում 3-4 ստադիայում արգանդի պարանոցի քաղցկեղի ախտորոշման պարագայում,
Երբ որ բացադրում ենք ստատիստիկ տվյալներ ենք ներկայացնում, վիճակագրական թվեր ենք ներկայացնում, թե ինչքան կարևոր է բավական թանկարժեք պատվաստանյութ է դա, շատ երկրներում տղաներն են ընդգրկված նաև եւ մեր pedagogan հոգացությունը այն աստիճան է, որ գոնե վերադադրողական տարիքում գտնվող կան աղջիկներ եւ կանանց ենք մենք արդեն ոնց որ թե փոխվում է սառույցը հալվում է, ես այո նկատում եմ մեջի 2 տարվա մեջ ավելի վստահաբար մոդենում են եւ առանց կասկածների։ Փաստորեն գիտակցական մակարդակը բարձրացել է բուժարների։ Ես կարևորում եմ ճիշտ իրազեկումը։ Այո, իրազեկումից շատ բան է կախված։ Շատ բան է կախված, որ ինքը վստահում է իր բժշկին, այ քո խոսքն էլ հեղինակավոր է եւ վերջնական։ Մենք էլ մեր տաղավարից բազմիցս այս մասին խոսել ենք եւ մեր հեռուստադիտողներին մասնագետները իրենց կոչն ու հորդորը այո ուղղել են։ Ողջունելի եմ։ Բժշկուհի Հակոբյան, քանի որ այսօր կարծես մեր հաղորդումը ստացվեց կոնկրետ դեռահասներին նվիրված եղավ, հա, ես կուզենամ որպեսզի մեր հաղորդման ավարտին դուք ձեր կոչը եւ հորդորը եւս ուղղեք մեր երիտասարդ բուժառուներին։ Սիրելի երիտասարդներ, դեռահասության տարիքի գտնվող իմ նախազորակոչիկներ եւ ինչու՞ չէ դեռահասության տարիքում գտնվող աղջնակներ, իմացեք, որ ապագան ուժեղ առողջ եւ իրազեկված երիտասարդության ձեռքերում է։ Առողջ եղեք եւ իրազեկված։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էին Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Մարիամ Հակոբյանին։ Դե ինչ, եղեք առողջ, Medinfo-ն էր եթերում։